Բացակալն է, այո, երեք ոքի ասել, Սոհրակը, Մարմենը, Մանեկյան Դավիթը, շատ լավ։ Ինչ է հանձնարարված տանը։ Ռաֆայել ասատեսն է։ Մեխանիկական կատարումների ամփոփում։ Էլ ինչ է հանձնարարված, մի բան է հանձնարարվել, են ասած, ֆինանսիալ լաբորատոր աշխատանք վեցը։ Ահա։ Լաբորատոր աշխատանքի նպատակը որն է, երեխաներ, Անգելինա ասա, որը դատարանական բարբերության կապելայնից օգնեք երեխաներ, ասա ինչես է։ Եվ մի մեծություն է կա, ազատ աղման արագացում, շատ լավ, նստեք։ Անիվի միջոցով կատարելու ենք ընտրություն թեով է հարցերի պատասխանելու և հարցերի աղթիկով ամփոփելու ենք մեր անցած դասը։ Էկրանը երևում է երեխաներ նորմալ բոլորին։ Ում անվան վրա կանգնեց, նա այսօրվա հաջողակն է և կպատասխանի հարցի գնացին։ Ներկայացնել դիվենսի բանաձևը մաթեմատիկական շրջանակի համար։ Կամ ես պաստավի վրա ցույց տա։ Այդ բանաձևերից ո՞րն է իրենից ներկայացնում դիվենսի բանաձևը։ Թերավոր շրջանակին է։ Այնտեղ հավասար է 2 պլի ֆորմատ դելա բանաձև։ Էլ ինչն է։ Էլ թերի երկարությունն է, դեն ազատական հարաբերություն։ Շատ ապրես։ Որ տատանումներն են կոչվում ազատ տատանումներ։ Այն տատանումները, որի ընթացքում ազդում են միայն ներքիններ, կոչվում են ազատ տատանումներ։ Կարող ես ազատ տատանումների օրինակ։ Օրինակ ճոճոնակը, ինչ-որ խորոված կախած։ Ճոճոնակը, ես որ թերեք բացվում եք, կկոչվի ազատ տատանումներ։ Իսկ եթե պարբերաբար ես թերեք ճոճոնակը, կկոչվի հարկադրական տատանումներ։ Նստի, ջիրայիններ տեսով, արա, շիրային։ Հաշի հարցը։ Մեխանիկական շրջանակները օրբերակրու շարժումը ինչ է նշանակում։ Օրբերակրու շարժումը դա անընդհատ կրկնվող շարժում է։ Այո, պարբերական շարժումը անընդհատ կրկնվող շարժում է, ապրաշի դա։ Այն շարժումը, որը պարբերաբար կրկնվում է հազարագործությունների կոչվում տատանողական։ Շատ լավ։ Կարող ես տատանողական շարժման օրինակները դերից կապված մի բան։ Նստի։ Մեծ լաբորատոր աշխատանքը կատարելու համար սարքեր են անհրաժեշտ երեխաներ։ Ասա Միլենա։ Անհրաժեշտ նյութեր և սարքեր։ 50-ից 100 սանտիմետր երկարությամբ թելեր, տարբեր զանգվածերով բնդիկներ, ամրականան, կիսովիճով և ողակով, չափաժապավեն, կշեռ, վարկանաչափ և համակարգիչ։ Շատ ճիշտ է։ Ուրեմն երեխաներ, մինչև լաբորատոր սկսելը, միակ հիշենք մաթեմատիկական ճոճանակ ասելով ինչ եք հասկանում։ Մաթեմատիկական ճոճանակի ինչ հատկություններ ուներ։ Ասա Ինեսա։ Համեցի, արա, հաջորդը էլ ենք եզենք բարակներից, բարակներից, համեցի, երեխաներ, ասա երկար թելից, եկեք, արագ երեխեք, բարակ, չձգվող, երկար, մի բան էլ է պակասում, ասա, անկշիռ, արի, գայան է, ասա ճիշտ ես ասում, արի, խաչի, արի, գնդիկից, արի, գնդիկի ինչպիսի պետք է լինի, խաչի, մեծ է փոքր, արի ճիշտ է, արա, դե կշի, փոքր գնդիկից, գնդիկից զանգվածը զգալի պետք է լինի, թե ոչ երեխաներ, զգալի պետք է լինի, թե ոչ, շատ ճիշտ է, արի, բարեք, արի, գնդիկից, հիմա երեխաներ, լաբորատոր աշխատանքը սկսելուց առաջ, լսենք իմ օգնականի Սիրելի աշակերտ, այս խոսնական աշխատանքի շնորհիվ դու ամենօր կյանքում շատ հարցերի պատասխաններ կստանաս, օրինակ ճոճանակավոր ժամացույցի աշխատանքի սկզբունքը և նմանատիպ շատ այլ հարցեր։ Ցանկանում եմ քեզ հաջողություն։ Վերցնեն ձեր թերթիկները, չորրորդ խումբ, առաջին խումբ, երկրորդ և լաբորատոր աշխատանք եք կատարում, դուք եք լաբորատոր աշխատանք կատարում, դուք վիրտուալ լաբորատոր աշխատանք եք կատարում։ Այստեղից փոփոխում եք թելի երկարությունը, այս կոճակով փոփոխում եք զանգվածը, իսկ այս կոճակով փոփոխում եք ազատ անկման արագացումը։ Թելը միացնում եք վայրկյանաչափը եւ հետագիծը որպեսզի ցույց տա, վայրկյանաչափը բերում եք մոտ, որ հասցնեք միացնեք, շեղում եք եւ միացնում եք վայրկյանաչափը, չափում եք 10 տատանման տևողությունը, գրանցում եք եւ որոշում եք տատանման տարբերությունը։ Երկու դեպքերի համար եւ կատարում եք համեմատություն։ Բարձր երեխաներ։ Դե ժամանակը ձեզ տրամադրվում է 15 րոպե ժամանակ, սկսում եք աշխատանքը։ Մինչև աշխատանքը սկսելը մի բան էլ ասեմ երեխաներ։
Մենք անցկացնելու ենք ջերմաչափման process։ Այսինքն ձեզ տրված են 3 տեսակի ջերմաչափեր, երբ այս սմայլիկը ես կբարձրացնեմ, ընդհանրելու եք աշխատանքը, կատարելու ենք ջերմաչափում, փոխադարձ ջերմաչափում։ Այսինքն խմբերը իրար ջերմաչափել են։ Նախ դուք ասելու եք, թե ինչ ընթացքի մեջ է ձեր աշխատանքը, տեսնում ենք, եթե ճիշտ է կատարվում, նոր աշխատում ենք։ Եթե ճիշտ ընթացքի մեջ է, նշանակում ենք կանաչ ջերմաչափ, եթե մի փոքր շեղվել է, իրենց ուղղություն են ցույց տալիս նարնջագույնը, իսկ եթե շատ են շեղվել, իրենց բավականին շատ ուղղություն է պես, ցույց են տալիս կարմիր ջերմաչափը։ Պարզ է երեխաներ։ Մենք կատարում խմբերի, այսինքն ով ինչ պետք է կատարի։ Ես սկսում ենք աշխատանքը։ Ժամանակը գնաց երեխաներ, սկսում ենք։ Երեխաներ ուշադրություն, սկսում ենք ջերմաչափման process-ը։ Արագ, ձեռագործեք։ Հիմա հետո խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքի ընթացքը եւ շարունակում են լաբորատոր աշխատանքը։ Ներկայացնի առաջին խմբը ինչ ասում ենք, որոշենք կազմակերպական գիտական բարերեսը ֆակտորի երկարությունի։ Վերջինի կեսվածքել է, որը բանի զանգվածի դեպքում երկու դեպքում շարունակել նույն օրենքով, որոշել են երկու դեպքում տատանան դեպությունը եւ դեպի նոմրը, որոշել են բարերությունը ու համեմատությունը։ Շատ ապես։ Ճիշտ է երեխաներ, ճիշտ ընթացքի մեջ են։ Այո, որ ջերմաչափին են արժանի։ Կանաչ, շատ ապես։ Երկրորդ խումբն է ներկայացնում, լսում։Եցիկ բոլոր խմբերի ջերմաչափման ընթացքը, հիմա փոխադարձ ջերմաչափում պետք է անենք մեկը մյուսին։ Առաջինը երկրորդին, երկրորդը երրորդին եւ այսպես ժամ սլակի հակառակ ուղղությամբ։ Համեցեք, խմբով որոշեք ինչ ջերմաչափ եք նշանակում եւ տարեք փակցրեք ջերմաչափը։ Надо դրա կրկնակի։ Դրանց ընթացքը չափեք։ Ժամանակը ավելի բարձր Երեխաներ մնացել է ձեզ 3 րոպե, ավարտեք ձեր եզրակացությունները, բացեր։ Երեխաներ ուշադիր, ժամանակը վերջանում է, ավարտեք աշխատանքները։ Ժամանակը ավարտվեց, հիմա խմբերը ներկայացնում են եզրակացությունները։ Սկսում ենք առաջին խմբից։ Մենք եկանք այն եզրակացության, որ թեժի երկարությունը 4 անգամ փոքրացնելիս պարբերությունը փոքրացավ 2 անգամ։ Պարբերությունը փոքրացավ 2 անգամ։ Շատ ճիշտ է, 5-րդ խմբին են լսում։ Ոսի արդյունքից եկած այն եզրակացության, որ տատանան պարբերությունը կախված չէ բերի զանգված, քանի որ այն մեծացեցին 4 անգամ, բայց պարբերությունը մնաց ամփոփ։ Շատ ապեր։ Շատ գոհ եմ բոլորի արդյունքներից։ Հիմա փոխադարձ գնահատում են կատարում սմայլիկների միջոցով, այսինքն եւ ինքնագնահատում են երեխաներ, դուք ձեր խմբին եք կարող եք գնահատել։ Մի հատ ընդհանուր խմբով քննարկում եք եւ գնահատում եք։ Գնահատում եք առաջի խմբին։ Ես ընդհանրում եմ երկրորդ խմբին։ Գնահատում եք երկրորդ խմբին։ Գնահատում եք երրորդ խմբին։ Չորրորդ խմբին։ Եվ գնահատում եք 5-րդ խմբին։ Ես գոհ եմ բոլորի աշխատանքի եւ ընթացքից եւ վերջնացումից։ Հիմա կատարում եք գործը եւ կատարում եք հայտնի դաշնակցությունը։ Դրանցում եք տեստը։ Վերավարտեցիք միակ ընդհանուր արդյունքները նայում եք, այսինքն շատ լավ արդյունք է գրանցված, այլ բոլորը ճիշտ է կատարել, այսինքն թեման ընկալել եք։ Ունեք թեմայից բաց մնացած հարցեր։ Դե վերջում վերացնում ենք երկի քարտերը։
Ավարտեցին երեխաներ։ Ներկայացնում եք երկի քարտերը։ Երեն եզակի Ինչ նորմալներ իմացանք կրկնաձևել, որ տեղեկությունները ավելի հետաքրքիր, ամբողջ դասընթացը, ինչ ներկայացված, ոչ դժվար չէ, քանի որ լավ են իրացել թեման, ինչ խանգարեց աշխատանքի մեջ եւ ինչու մեզ ոչ չխանգարեց։ Շատ լավ։ Լավ։ Ասում եք դեպքերը եւ նշում եք տնային հանձնարարությունը։ Կազմեք խնդիրներ, երբ անհայտ է դատավոր մաթեմատիկական ջոկատի թեփի երկարությունը եւ երբ անհրաժեշտ է որոշել ազատ արտոնարարացումը որևէ տեղանքում։ Խաղացեք երեխաներ։ Շնորհակալություն, ստեսություն երեխաներ։